Այս մարդը Ժան-Պոլ Գետին է, աշխարհի ամենահարուստ մարդը, Jean-Paul Getty, որը իր բանկային հաշվի վրա ուներ $2 միլիարդ։ Օրերից մի օր առևանգում են Գետիի 16 տարեկան թոռանը և պահանջում են $17 միլիոն փրկագին։ Գետիի համար սա փող չէր, $17 միլիոն նրա ընդհանուր ունեցվածքի 1%-ն էլ չէր կազմում։ Սիրելի թոռան համար Գետին պետք է շատ արագ գումարը վճարեր, բայց ինչ է անում նա։ Ապշեցնում է բոլորին։ Գետին հրաժարվում է վճարել, ասելով, որ ինքն ունի 14 թոռ, և եթե հիմա վճարի մեկի համար, վաղը կառևանգեն նաև մյուսներին։ Անցնում են ամիսներ։ 16 տարեկան Փոլը մնում է գերության մեջ, և ահա օրերից մի օր Ժան-Պոլ Գետին ստանում է հերթական ծրարը առևանգողներից։ Ծրարի մեջ տղայի կտրած ականջը, զգուշացումով, որ հաջորդը լինելու է երեխայի գլուխը։ Գետին սկսում է գին գցել, արդյունքում $2 միլիոն 900 հազար, որոնցից Գետին վճարում է միայն $2 միլիոն 200 հազար։ Դա ճիշտ այն գումարն էր, որը Գետին կարող էր դուրս գրել հարկերից։ Մնացած 700 հազարը մեծահարուստը պարտքով տալիս է իր որդուն տարեկան 4%-ով։ Տղային ազատում են։ Նա կոտրված է և այլևս երբեք չի կարողանում կյանքը դասավորել։ Նա դառնում է արբեցող և շատ շուտ հեռանում է կյանքից։ Գետին մահանում է մնալով աշխարհի ամենահարուստ մարդը, և թոռանը, որին ըստ էության իր պատճառով էին առևանգել, նա որպես ժառանգություն ոչինչ էլ չի թողնում։ Գետին մահանում է խորը համոզմունքով, որ ինքը ճիշտ քայլի է գնացել։ Իսկ հիմա գրեք քոմենտներում դուք կվճարեի՞ք, թե կհրաժարվեիք։